Հայաստանի բանկերի միությունը ներկայումս իրականացնում է ապահով ֆինանսներ հանրային իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը, զգուշացնել ֆինանսական զեղծարարությունների և խաբեությունների տարածված մեխանիզմների մասին։ Դու մի ասա, կարգախոսը Վարշավը մեկնարկել է փետրվարի 15-ից։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Կարեն Ադամյանը, Հայ-Էկոնոմբանկի համապատասխանության վարչության պետը, բարի լույս, եւ Ռուբեն Մելիքյանը, Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալը, բարի լույս։ Բարի առավոտ։ Որորը մեծ է տեք սկսում եւ վերջին շրջանում շատ հաճախ ենք խոսում ֆինանսական գրագիտության մասին։ Հետաքրքիր է ինչու է այն արդիական դարձել հատկապես վերջին տարիներին։ Ֆինանսական գրագիտությունը իրական միշտ էլ բավականին կարևոր է, մենք էլ ենք որպես բանկերի միություն կարևորել, պարզապես վերջին տարիներին ֆինանսական ծառայությունները դարձել են ավելի հասանելի, ավելի թվայնացված, իրենց հետ իհարկե բերելով նոր ռիսկեր։ Եվ այս ամենի ֆոնին պետք է նաև լինենք տեղեկացված, հիմա որքանով է ֆինանսական գրագիտությունը կարևոր բանկային համակարգի եւ քաղաքացիների միջև վստահության ձևավորման համար եւ կարող ենք արդյոք ասել, որ այսօր ֆինանսական անվտանգությունը սկսվում է հենց տեղեկացվածությունից։ Տեղեկացված հաճախորդը օգտվում է վստահ բանկային ծառայություն, վստահելի կերպով է օգտվում բանկային ծառայություններից։ Ինքը տեղեկացված է իր իրավունքներից, տարբեր բանկային պրոդուկտների ռիսկերից։ Իսկ վստահությունը ֆինանսական համակարգի այն հիմնասյուներից է։ Ֆինանսական համակարգի կայունության տեսանկյունից։ Հետաքրքիր է մարդիկ մեծ մասամբ ինչ սխալներ են անում բանկային ծառայություններից եւ հատկապես թվային ծառայություններից օգտվելիս։ Թվային ծառայություններից օգտվելիս վերջերս շատ են հիմնական հետևյալ սխալները։ Սխալներն ուղղված են օրինակ սեփական տվյալների տրամադրման գործընթացում։ Հաճախորդը պետք է բավականին զգոն ուշադիր լինեն եւ որպեսզի իրենց տվյալները լինեն իրենց մոտ, չտրամադրվեն երրորդ անձանց, որ չդառնան խարդախությունների կամ զեղծարարությունների թիրախ։ Հետևաբար ամենակարևորը սեփական տվյալների նկատմամբ ուշադիր ու խնամքով վերաբերմունքն է։ Մյուս կարևոր գործոնը դա անվտանգային միջոցների նկատմամբ ուշադրությունն է, դրանց չանտեսելը։ Կան կրկնակի ֆակտորով նույնականացման process-ներ, որոնք բանկերը շատ հանգիստ կիրառում են, որոնց պետք է ուշադիր լինեն, պետք է չտրամադրել սեփական գաղտնաբառը այլ անձանց։ Եվ երրորդ ամենակարևոր մասը, որ կուզենայի նշել, դա հոգեբանական ֆակտորն է։ Հիմնականում զեղծարարները խարդախները թիրախավորում են օգտագործելով տարբեր հնարքներ, տարբեր հասարակության խավերին, հուզական ճնշում այո, հուզական ճնշումների ներքո մարդիկ տրամադրում են տվյալները։ Եվ մենք կարող ենք ասել, որ այսօր ամենատարածված զեղծարարական սխեմաներից է նաև այդպես հոգեբանորեն մարդու վրա ազդելը, թե կանն է, որովհետև վերջին շրջանում ֆինանսական զեղծարարությունների մասին շատ է խոսվում, մի քանի կետ կարևոր, եթե կարելի է։ Մի քանի կետ հիմնական ամենատարածված զեղծարարության տեսակներն են ֆիշինգը, եւ ստանալով տարբեր հաղորդագրություններ, նամակներ, հաճախորդները հետևում են դրանց, անցնում են տարբեր լինքերով, այդպիսով հնարավորություն տալով զեղծարարներին օգտագործել իրենց նույն մուտքանունը, գաղտնաբառը։ Մյուս ամենատարածվածը ու թիրախային խնդիրը, որ մենք հանդիպում ենք, դա զանգերի միջոցով տեղեկատվության կորզումն է կամ հնարավորության ձևավորումն է սեփական մոբայլ հեռախոսը դարձնելու հասանելի զեղծարարներին։ 5G ծառայություն առաջարկելով տարբեր բջջային օպերատորներից իբր տարբեր բջջային օպերատորների զանգեր կամ բանկերից զանգեր ստանալով փորձում են ստանալ անձնական բանկային տվյալները եւ դրանք օգտագործել զեղծարարությունների մեջ։ Իսկապես հատկապես վերջին շրջանում շատ են տարածվել առաքման, շահումի կամ բանկի ծառայությունների հետ կապված ինչ-որ զանգերը եւ հետաքրքիր է այս դեպքերում որոնք են այն ազդանշանները, որոնք պիտի զգոնացնեն մարդուն եւ մարդը հասկանա այս կամ այն ազդանշանից, որ գուցե զեղծարարություն է տեղի ունենալու։ Ամենակարևորը, որ զեղծարարները փորձում են աշխատել մարդու շտապողականության վրա։ Փորձում են վախեցնել, արագ հենց հիմա հաստատեք, գումար կկորցնեք։ Դրան շատ պետք է ուշադիր լինել, չշտապել։ Կայացնել կշեղված որոշումներ, չտրվել ռոպեական, ասած գայթակղությանը,
հա, որտեղ շատ հաճախ նաև հանդիպենք սոցցանցերում տարբեր խաղերի գայթակղիչ առաջարկներին, որոնց եւս հետևում են հղումներ, անցնելով այդ հղումներով մարդիկ հասանելի են դարձնում իրենց բանկային տվյալները, քարտային տվյալները եւ նպաստում են զեղծարարությանը։ Այն որ անձնական եւ աշխատանքային առհասարակ տվյալները պետք է գաղտնի պահել, դա շատ կարեւոր է, բայց եթե նույնիսկ մենք զանգ ենք ստանում բանկի աշխատակցից, ապա որ կարեւոր տվյալներն են, որոնք առհասարակ պիտի գաղտնի պահել եւ այդպես հեռախոսազանգով երբեք չհայտնել։ Շատ լավ հարց է։ Հիմնականում պետք է պահել քարտային տվյալները, պետք չի տրամադրել, հա, պետք է պահել գաղտնի CVV կոդը, OTP կոդերը, հա, մեկանգամյա գաղտնաբառերը, մուտքանունն ու գաղտնաբառը, ինտերնետ բենքինգի կամ մոբայլ բենքինգի դրանց նկատմամբ շատ զգոն է պետք լինել, որ բանկի աշխատակիցը ձեզանից այդ կոդերը երբեք չուզի, այդ տվյալները երբեք չի պահանջի։ Հիմնականում ազդակատեղը։ Եվ հենց այս ամենի ֆոնին ու այս նպատակով բանկերի միություն նախաձեռնել է Դումիասա արշավը, ինչպես ծնվեց այս գաղափարը։ Մենք հասկանում ենք, որ միայն խոսել այդ թեմաներով այդքան էլ բավարար չի, եւ մտածեցինք, որ ստեղծենք մի տարբերակ, որ շատ պարզ, հասկանալի լեզվով մարդկանց մոտ ձևավորվի զգոնության մշակույթ, որը իհարկե սա առաջի անգամն է, որ սկսել ենք 3 ամսյա ծրագիր է, արշավ է, հուսով ենք դա կլինի պարբերաբար, շարունակական, այդպես ստեղծվեց հենց այդ Դումիասա գաղափարը։ Դումիասա, որովհետև շատ տարածված արտահայտություն է, բայց այո, Դումիասա իբրև գաղտնի պահենք մեր անձնական տվյալները եւ չասենք, այո, այս ենթատեքստով։ Դա մեկ ենթատեքստն է, երկրորդ արդեն շարունակությունը, որ ամեն ինչ լինում է, ավարտվում է, զերծարարը հասնում է իր նպատակին, Դումիասա զեղծարարություն էր։ Բարեկամս չէր, այլ զեղծարար էր։ Շատ լավ, եւ ինչ ձևաչափով է իրականացվում արշավը եւ ում է հիմնականում ուղղված։ Ինքը բավականին բազմաֆորմատ է, սոցիալական հարթակներով, արտաքին գովազդով, տեսանյութերով, ինչպես նաեւ ներգրավել ենք հայտնի բլոգերներին։ Ինքը վերաբերվում է այդ արշավը, կարելի ասել բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հասարակության անդամներին, պարզապես մասնավորապես ավելի շեշտը դնելով զեղծարարության պոտենցիալ ավելի ոնց որ զոհ դառնալու հավանականություն ունեցող շերտերին, դա որպես օրինակ թոշակառուները կամ հեշտ եկամուտ ակնկալող քաղաքացիները։ Իսկ արդեն արձագանքներ ստացել եք հանրությունից։ Արշավը ավարտվում է մայիս ամսին, իհարկե ամբողջ ամփոփումը կլինի դրանից հետո, բայց արդեն ընթացքում բավականին կարող ենք ասենք ակտիվ եւ դրական արձագանք ունենք։ Շատերը գրում են, որ արդեն իրենք զգոն են եւ հաճախ նաեւ նշում են, որ արդեն իրենց հետ ստացված իրենց կողմից տարբեր տեղեկատվությունը, հաղորդագրությունները իրանք հասկանում են, որ դա կասկածել է, չեն անցնում հղումով, ինչպես գործընկերս ասեց։ Հուսով ենք դա արդեն օգուտ է տվել, բայց կարծում եմ սա նզբան տարիներ շարունակ կարելի է դա կատարել, որտեղ դրան գրեթե վերջ չկա։ Զեղծարարները բարբերաբար նոր եւ նոր սխեմաներ են մշակում։ Շատ լավ, եւ շատ կարճ ամփոփելով այն կարևոր խորհուրդը, որ դուք կտաք մեր հեռուստադիտողին։ Մի տրամադրեք ձեր բանկային տվյալները այլ անձանց։ Դա անձնական տվյալ է։ Դա տրամադրվում է ձեզ բանկի կողմից, որպեսզի պահպանվեն ձեր անվտանգությունը։ Զգոն եղեք, թե ով կզանգարի եւ այո, Զգոն եղեք եւ միշտ շտապեք, դա էլ է շատ կարեւոր խորհուրդ, որովհետեւ շտապողականության եւ հուզականության վրա աշխատելը ամենակարևոր գործիքներից մեկն է զեղծարարների մասնավորապես ու զարմանալի է, չէ՞, որ շատ հաճախ հենց ամենազգոն մարդիկ կարող են դառնալ զեղծարարության զոհ, դրա համար երևի պետք է միշտ մշտարթուն լինել եւ չկորցնել զգոնությունը ցանկացած պարագայում։ Մեզ էլ մնում է շնորհակալություն հայտնել կարևոր մտքի գաղափարի աշխատանքի համար, որովհետև ի վերջո այո տեղեկացված լինելը պաշտպանված լինելու կարևոր պայմաններից մեկն է, իսկ սա առիթ է ձեր գովազդային արշավներով, ձեր տեղեկություններով, որպեսզի քաղաքացին ել ավելի ամրապնդի իր դիրքը իր պետության մեջ, իր հայրենիքում։ Այո, մի ասեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց, որպեսզի հետո չասեք դու մի ասա եւ շարունակությունը, որն այնքան էլ հաճելի չէ։ Շնորհակալություն ձեզ օրվա լավ
շնորհակալություն ենք մաղթում, իսկ մենք շարժվում ենք առաջ։